ՔՊԱ-ականներն են օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկել։ Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը 27 տարեկանից դարձնել 37։ Օրենսդրական նախաձեռնության հեղինակները հիմնավորման մեջ նշում են, որ նպատակ են դրել այս կերպ մեծացնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչվողների թիվը, կանխել մեծ թվով արական սեռի քաղաքացիների Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերը, կանխել նաև մեծաթիվ քաղաքացիների մինչև 37 տարեկանը լրանալը հետախուզման մեջ մնալը։ Ամենայն հավանականությամբ հրապարակավ իրենք ասելու են հաշվի առնելով մեր զորակոչային պոտենցիալի ոչ բարվոք լինելը, այն մարտական խնդրի առջև, որ զինված ուժերը եւ գերագույն հրամանատարը կարող են դնել կամ գլխավոր շտաբը, չի բավարարում։ Դա համար տարիքային շեմը բարձրացնում ենք, որովհետեւ զորակոչվածների քանակը, պայթազորում գտնողների քանակը ավելի մեծ լինի։ Ռազմական ոլորտի մասնագետները մյուս կողմից էլ կարծում են, որ այս նախագիծը կարող է հակառակ էֆեկտ ունենալ։ Զորակոչային տարիքի քաղաքացիների համար սա կարող է արտագաղթի պատուհան դառնալ։ Մինչև 27 տարեկանի դեպքում էին շատերը լքում երկիրը։ Այս դեպքում էլ արտասահմանում կսպասեն, որ 37-ը լրանա։ Ինքը հակառակ էֆեկտը կարող է տա։ Ես չեմ բացառում, որ ուղղակի մեր երկրի քաղաքացիները առավելագույն դեպքեն, որպեսզի իրենց զավակները, այո, Հայաստանից դուրս գան մինչև 37 տարեկան Հայաստան չգան։ ՔՊԱ-ականները նախաձեռնել էին նաև զինվորական ծառայությունից ազատվելու համար ֆինանսական փոխհատուցում, բարձրացրել վճարի շեմը։ Այն արդեն ուժի մեջ է մտել։ Բավականին խիստ դեմ եմ եղել այդ վճարների հետ պահով։ Պատերազմող երկրում իսկ մենք պատերազմող երկիր ենք, քանի որ դեռևս այսպես կոչված խաղաղության պայմանագրեր կնքված չի։ Չի կարելի ծառայությունը եւ չծառայելը փոխհատուցել գումարով։ Սա ուղղակիորեն աղքատների կամ բանվորների եւ գյուղացիների բանակ սարքելու կամ ստեղծելու հստակ միտում ունի։ Այսինքն ով գումար ունի տալիս է չի ծառայում, իր զավակը ով գումար չունի ծառայում է։ Դուք պատկերացնում եք ինչպիսի լարումներ են առաջանալու։ Առաջարկվում է նաև մինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար Հայաստանի քաղաքացիությունը փոխելու համար բազային տուրքը դարձնել 15 միլիոն դրամ։ Այսքան գումար են վճարում 27 տարին լրացած եւ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած Հայաստանի քաղաքացիները քրեական պատասխանատվությունից ազատվելու համար։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։